Անպտղությունը սահմանվում է այսպես, եթե տղամարդը ուներ սեռական ակտ, ռեգուլյար, ամիսը մի քանի անգամ, չի պաշտպանվում եւ այդ ընթացքում կինը չի հղիանում մոտավորապես 3 տարի, դա անվանում են արդեն անպտղություն, բայց փոփոխություններ են լինում, շատ հաճախ փոփոխություններ են լինում այս տարիքային առանձնահատկություններով, ենթադրենք հիմա ասում են 2 տարի, հետո ասում են մի տարի եւ այլն, բայց եթե վերցնենք այսպես, եթե ենթադրենք 37-38 տարեկան, 40 տարեկան կին է, այդքան է մոտավորապես կամ մի քիչ ավելի պակաս տղամարդն է, մի 2-3 ամիս եթե չի առաջանում հղիություն, անպայման ստուգել է պետք, անպայման Էլ չսպասեն 2 տարի, 3 տարի, թե հանգարց կհղիանա ու չի հղիանում։ Արդեն տարիները անցնում են եւ հավանականությունը, հղիության հավանականությունը եւ կնոջ մոտ եւ տղամարդկանց մոտ իջնում է, նվազում է, այո, իջնում է։ Դրա համար ավելի ճիշտ կլինի մինչեւ ամուսնանալը այդ տարիքում, մինչեւ ամուսնանալը եւ աղջիկները կանայք եւ տղամարդիկ մի հատ նորմալ ստուգվեն, նորմալ սերմը ստուգի, տղամարդը սերմը նորմալ ստուգի, եթե կա ինֆեկցիաներ, եթե կա այս կամ այն հղիությանը խոչընդոտող ինչ-որ հանգամանքներ, անպայման բուժում ստանա եւ նորմալ գնա ամուսնանա։